Պարոն Վարդևանյան, փաստացի ոչ մի խոչընդոտ չեղավ, մտահոգություններ կային մինչև վերջին պահը եւ ուժեղ Հայաստան դաշինքը գրանցվեց։ Դուք մտավախություններ ունեիք մինչև վերջին պահը, թե՞ չէ։ Եթե կհիշեք, հարգելի գործընկերներ, նախ իհարկե բարև ձեզ։ Երբ մենք ներկայացրեցինք մեր ցուցակը 2026 թվականի ապրիլի 22-ին, մենք ներկայացրեցինք մեր դիրքորոշումը, որ ունենք 0 մտահոգություն, որ կարող է որևէ խնդիր առաջանալ։ Երբ արդեն իսկ հայտարարությունը տարածվեց, թե որ ուժերի ցուցակների շտկման հետ կապված 48 ժամ ժամկետ է տրվել, այնտեղ չկար ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքը։ Արդեն իսկ այդ փուլից կարող էինք արձանագրել, որ որևէ խոչընդոտ չի առաջացել, բայց բոլոր դեպքերում ընթացակարգը ենթադրում է, որ այն նաև պետք է նիստի ընթացքում հաստատվի։ Նիստի ընթացքում իհարկե առարկությունների բացակայության պայմաններում իրավունքի ուժով ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքը այլևս պաշտոնապես մասնակցում է ազգային ժողովի ընտրություններին, պաշտոնապես եկեք այսպես արձանագրենք փոփոխությունների շրջանի մեկնարկը տրվում է, եկեք նաև արձանագրենք, որ ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքը մասնակցում է 3-րդ համարի ներքո։ Որոշակի իմաստով իսկապես կարծում եմ հենց սա այն պահն է, որ եւս մեկ անգամ հիշենք 2025 թվականի հունիսի 17-ը, երբ պարզապես Սամվել Կարապետյանը որպես ազգային բարերար եկեղեցու կողքին միշտ կանգնած անձ պարզապես ասաց, որ Մայր Աթոռի նկատմամբ մեր ինքնության, մեր արժեքների նկատմամբ միջամտությունը անընդունելի է եւ ինքը պատրաստ է մեր ձևով մասնակցելու եկեղեցու պաշտպանությանը։ Այս ամբողջ ժամանակաշրջանը եկավ նաև հենց հանգեց այսօրվան եւ այսօր արդեն կրկին անգամ արձանագրենք ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքը մասնակցում է ընտրություններին 3-րդ համարի ներքո Առաջ Աստված։ Պարոն Վարդևանյան, մի քանի օրից մեկնարկելու է նախընտրական քարոզարշավը, պարոն Կարապետյանը ֆիզիկապես չի կարողանալու ներկա գտնվել, ամեն բակ, տուն, փողոց անցնել, դա կտուժի արդյոք քարոզարշավը։ Եթե չեմ սխալվում, այսօր Հայաստանում բավականաչափ կարևոր միջոցառումներ են տեղի ունենում, այդ թվում հենց եվրոպական արժեհամակարգի, եվրոպական երկրների մշակույթին վերաբերող տրամաբանությամբ։ Խնդրում եմ վկայակոչեք մեկ եվրոպական երկիր, որտեղ կարող է ընտրություններին մասնակցող առաջատար ուժերից, հենց առաջատար ուժի նախագահը տնային կալանքի պայմաններում գտնվի ու պարզ չի ինչի համար։ Ավելի շուտ պարզ է ինչի համար, քանի որ կա Հայաստանում քաղաքական հետապնդումների կայուն ձևավորված մշակույթ։ Եթե մեկը կարողանա մի իրավաբան հարց բարձրացնի, ի վերջո ինչի համար է Սամվել Կարապետյանը տնային կալանքի պայմաններում, իդեպ հետաքրքիր հանգամանք նշեմ, առանց որևէ տեսակցության սահմանափակման։ Դատարանը կարող էր պարզապես իր դատական ակտում գրել հետևյալ նախադասությունը. Սամվել Կարապետյանը պետք է չմասնակցի քարոզարշավին, քանի որ նման քաղաքական պատվեր կա, այդ իսկ պատճառով Սամվել Կարապետյանը պետք է մնա տնային կալանքի պայմաններում։ Պատկերացրեք, այս ժամանակահատվածում Սամվել Կարապետյանը արդեն 500-ից ավելի ընդունելություններ է ունեցել։ Պատկերացնում եք, բայց տնային կալանքի կրման վայրից պետք է դուրս չգա։ Մի հատ մեկը թող ինձ ասի այս ամենի ողջամտությունը։ Այն պարագայում, երբ Հայաստանի Հանրապետությունում ընտրություններ են, այն պարագայում, երբ ուժեղ Հայաստան կուսակցության նախագահ հանդիսանում է Սամվել Կարապետյանը, այն պարագայում, որ 7 ամիս գտնվելով քրեակատարողական հիմնարկում կալանքի պայմաններում, այնուհետև դրան շարունակող ժամանակահատվածում տնային կալանքի պայմաններում, գեթ 1 ոչ պատշաճ վարքագծի ռիսկ նույնիսկ չի արձանագրվել։ Այս ամենի տեսանկյունից, որը կարող էր լինել ժողովրդավարության տեսանկյունից, եվրոպական մշակույթի տեսանկյունից, ողջամիտ է, որ Սամվել Կարապետյանը լինի տնային կալանքի պայմաններում։ Դրա պատասխանն էլ կա։ Դա կոչվում է վախ, դա կոչվում է քաղաքական հետապնդում, բայց այդ ամենը հաղթահարելով գնում ենք առաջ։ Դրա համար են կալանքի տակ շարունակում պահվեց ձեզ։ Իրենց պատկերացումը դա է, բայց կարծում եմ հենց Սամվել Կարապետյանը վերջերս նաև լրագրողների հետ շփման ընթացքում բավականին լավ պատասխան տվեց նշված հարցադրման վերաբերյալ, որ կալանքի կամ տնային կալանքի պայմաններում էլ ողջամիտ է հնարավորությունը հաղթելու։ Պարոն Վարդևանյան, Թարինի համայնքապետի սոցիալական օգնությունը ինֆորմացիա տարածվեց, որ
Սոցիալական հսկայական օգնություն է բաժանել իր համայնքի բնակիչներին այս կամ այն պատրվակով, մինչև այսօր որևէ ձայնագրություն չկա, միայն Դանիել Իոնիսյանն է նշել, որ հանցագործության հիմքով դիմելու է պատկան մարմիններին, մինչդեռ մենք գիտենք, որ ձեր ուժից այդպիսի ձայնագրություններով ՔՊԻ հանրայնացրած ձայնագրություններով գործեր են հարուցվել նաև բարեգործություն անողների դեմ։ Ես կարող եմ մի հետաքրքիր հանգամանք նշեմ, քանի որ այդ դիրքորոշումը որոշակի իմաստով իհարկե դռնփակ դատական նիստի ընթացքում է եղել, բայց բոլոր դեպքերում ինքս իմ խոսքը երևի թե կարող եմ հանրային դարձնել։ Դիրքորոշումը հետևյալն էր, որ 2026 թվականի փետրվարի 7-ին հաջորդած ժամանակահատվածը, երբ նախագահի հրամանագիրներ ընդունվեն ընտրությունների վերաբերյալ, չպետք է այդպես կատեգորիկ մեկնաբանվի բարեգործության արգելքի սահմանափակումների տեսանկյունից, բայց ինձ հակադարձել են թե քննիչները, թե դատարանները, առ այն, որ այն պետք է լինի կատեգորիկ։ Հիմա ես իսկապես օրինակ շատ կուզեի Թալինի համայնքի ղեկավարի գործողությունների վերաբերյալ CVKM-ի մեր գործընկերը իր դիրքորոշումը արտահայտեր։ Օրինակ այդ թվում արդյոք հաղորդում հանցագործության մասին ներկայացնելու են թե ոչ, որովհետև ես հիշում եմ, որ CVKM-ը այն լրատվամիջոցներից մեկն էր, որ օրինակ Գոհար Ղումաշյանը, երբ հայտարարել էր, որ բարեգործությունները դադարեցնում են Սարգիս Կարապետյան հիմնադրամի տեսանկյունից կրթական ծրագրերին վերաբերող, իդեպ այն նույն կրթական ծրագրերին վերաբերող, որը իմ Քայլը հիմնադրամը չի դադարեցնում եւ շարունակում է։ Անկախ դա ճիշտ է թե ոչ, ես դրանից զերծ կմնամ։ Բայց արդյոք հիմա նույն վերնագրով, բովանդակությամբ մի նյութ մեր գործընկերները կհրապարակեն, դրանով նպաստելով ընտրությունների պատշաճությանը եւ օրինականությանը։ Իդեպ ես նույնիսկ տեսել եմ, որ 3 նշված պաշտոնատար անձը նույնիսկ պարզ տեքստով ձևակերպել է, որ այո, անում է համապատասխան նպաստների օժանդակության տրամադրումը եւ շարունակելու է դրա իրականացումը։ Բայց բոլոր դեպքերում ես չեմ տեսել ոչ մի ձայնագրություն հակակոռուպցիոն կոմիտեի կողմից, ես չեմ տեսել որևէ մի ձերբակալում, ես չեմ տեսել որևէ մի խիստ տոնայնությամբ մի տեսանյութ։ Պարոն Վարդեղանյան, դուք փաստաբան եք, շատ լավ գիտեք, որ դրանով պետք է զբաղվեն իրավապահները, եթե հանցակազմ կգտնեն, կզբաղվեն, կտեսնենք ինչ։ Բայց Գոհար Ղումաշյանի դեպքում դուք այդ նույն պարիտետը չէիք պահպանում, օրինակ իր վերաբերյալ նման նյութ հրապարակել եք։ Կար արդեն հակակոռուպցիոն կոմիտեի։ Նախքան դա, կներեք, նախքան բոլոր դեպքերում դուք հայտարարում եք, որ ուժեղ եք, վստահ եք, որ հաղթելու եք, ամենօրյա ռեժիմով տեսնում ենք այդ ընտրակաշարքների, այդ շքերթը կարելի է ասել։ Թալինի համայնքի ղեկավարի հետ է։ Ձեր Հայաստանի ներկայացուցիչների մասով եմ ասում, արդյոք անմեղության կանխավարկածն է հարգելով, վստահ եմ դուք դա եք ուզում ասել։ Դե մեղադրանքի մասին է դատախազ եք։ Չէ, ես դատախազի գործ։ Չէ, անմեղության կանխավարկածը հարգենք բոլոր մեր բոլորի անմեղության կանխավարկածը հարգելով, այդ թվում այո, բոլորի։ Ամեն դեպքում մտավախություն չունեք, որ չեք հաղթելու այդ պատճառով են այդ գործընթացները տեղի ունենում։ Գիտեք, անկեղծորեն եմ ասում, ես դեռևս չեմ կարողանում գտնել պատասխանը, թե ինչի համար է այդ աստիճան անմեղության կանխավարկածը հենց այս էլեկտորալ շրջանում նսեմացվում։ Տեսեք, քրեական գործեր կարող են հարուցվել։ Ցանկացած ընտրակաշարքի հետ կապված որևէ մի վարքագիծ դատապարտելի է, անընդունելի է եւ այլն։ Բայց այստեղ շատ կարեւոր է, որ իսկապես ընտրական գործընթացի հավասարության, օրինականության տեսանկյունից մենք խնդիրներ չարձանագրենք։ Տեսեք, դուք օրինակ վկայակոչում եք այն քրեական վարույթները, որոնք հակակոռուպցիոն կոմիտեի կողմից հարուցվում են, դրանց մի մասը, ուղիղ եմ ուզում ասել, նույնիսկ հիմնավոր կասկածի ապացուցման շեմը չի հաղթարել։ Մի մասով կան ինտենսիվ խափանման միջոցներ, որոնք կիրառված են, բայց մեկ ընդհանրություն կա։ Դրանք բոլորը անմեղության կանխավարկածի պատնեշը չեն հաղթահարել, բայց մյուս կողմից օրինակ ես չեմ տեսնում համանման փութաջանություն վերաբերմունքի տեսանկյունից, երբ իսկապես Սամվել Կարապետյանը պարզ չի ինչի համար դեռևս գտնվում է տնային կալանքի պայմաններում, ինչը համարժեք է կալանքին։ Ես հակառակից եմ ուզում հարցադրումը ներկայացնել։ Ոնց կարող է սա լինել ողջամիտ Հայաստանի Հանրապետությունում։ Այսինքն 10 ամսից ավելի տևող քրեական վարույթ, պարզ չէ ինչի համար, պարզ չէ ընդհանրապես հանուն ինչի, բացառությամբ նրանից, որ այո կա քաղաքական հետապնդման վճռական կամք։ Դատարանը այդ հարցի պատասխանը չի տալիս, պարոն Վարդեղանյան։ Դուք իդեպ դատական նիստին որոշակիորեն ներկա եք նաև եւ կարող եք դուք էլ արձանագրել, որ այդպես էլ մենք դրա պատասխանը չգտանք։ Սա էլ եմ ուզում հատուկ ասել։ Լավ, Հայաստանի Հանրապետությունում մարդասիրությունը պետք է միավորող արժեք լինի, անկախ բոլորի քաղաքական հայացքներից։ Մենք կարող ենք իրար հետ լինել հակադիր բևեռներում, մենք կարող ենք ունենալ տիտանական անհամաձայնություններ, բայց մարդասիրությունը բոլորից միավորող արժեքը չէ պետք է լինի։ Բայց այդ պայմաններում դուք ինչպես կգնահատեք այն որոշումը, որ Սամվել Կարապետյանին նույնիսկ թույլ չեն տալիս այցելել իր հոր գերեզմանին։ 24 ժամով նույնիսկ
այդ հնարավորությունը չի ընձեռվում։ Սա արդյոք ողջամիտ է։ Սա արդյոք մարդասիրության արժեքից բխող է։ Լավ, նույն հաջողությամբ ես էլի եմ ասում, կարող են լինել բազմաթիվ խնդիրներ, բայց սա բոլորիս պետք է համախմբող լիներ։ Մենք այս մի հարցում բոլորս միակարծիք պետք է լինենք, բայց Հայաստանի Հանրապետության դատախազությունը առարկում է նման դիմումի դեմ, իսկ դատարանն էլ մերժում է այն։ Հայաստանային կալանքի պարագայում հնարավորություն կա այդ Իրականում փորձը կա դրա, ես կարող եմ նույնիսկ հիշատակել զարմանալիորեն դատավոր Ֆարխոյան Կարենի որոշումը, որի շրջանակներում օրինակ պարոն Ռոստոմյանին տնային կալանքը որպես խափաման միջոց երբ կիրառվել էր, թույլատրվել էր եռաբլուր այցը շաբաթը 1 անգամ։ Այսինքն նման պրակտիկա եւս ունենք, դատական նիստի ընթացքում նաեւ դատական գործեր էին վկայակոչվել դրա վերաբերյալ։ Պարոն Վարդևանյան, ներողություն կարողանալու քվեարկել որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եւ երկրորդը կալանքի տակ գտնվելու հանգամանք։ Դուք կհիշեք ինչ հրատապության կարգով, օրինակ անձնանունը ընտրական օրենսգրքում որպես այսպես ասած մի ծայրահեղ վտանգավոր երևույթ օգտագործելու տեսանկյունից ընտրական օրենսգրքում կուսակցությունների մասին օրենքում համապատասխան փոփոխություններ կատարվեցին 24 ժամից պակաս ժամկետում, այսինքն այդ աստիճան հրատապությամբ, հույժ հրատապությամբ։ Բայց օրինակ տնային կալանքի ներքո գտնվող անձանց քվեարկելու իրավունքի հետ կապված որևէ կառուցակարգ մինչ օրս չկա։ Հիմա հարց է առաջանում, որ մեկն էր ավելի կարևոր, չէ՞ իրավունքի տեսանկյունից։ Իհարկե տնային կալանքի ներքո գտնվող անձանց ընտրելու իրավունքի ապահովումը, բայց դա ստորադասվել է, բայց ամեն ինչ արվեց, որ ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինք Սամվել Կարապետյանի հետ հանգարց չօգտագործվի։ Քավլիցի Սա է առաջնահերթությունները։ Հարցրել եք ինչպես պետք է տնային կալանքի տակ գտնվող Կարապետյանը գնա ընտրատեղամաս քվեարկի։ Անկեղծորեն կպատասխանեմ ձեզ, ես իսկապես աննահանջ հույս ունեմ իրավունքի գերակայության վերաբերյալ, մարդասիրության վերաբերյալ, ես հավատում եմ, որ մայիս ամսվա ընթացքում Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառված ակնհայտ ապօրինի տնային կալանքը որպես խափաման միջոց պետք է վերացվի։ Մի հանգամանք նշեմ։ Այսօր արձանագրվեց, որ ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքը այլևս մասնակցում է ընտրություններին։ Ուժեղ Հայաստան կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանն է։ Արդյոք կուսակցության նախագահը պետք է հնարավորություն չունենա մասնակցելու քարոզարշավին։ Երբ մենք ներկայացնում էինք մեր դիրքորոշումը հակակոռուպցիոն դատարանում նիստի ընթացքում, մենք դեռևս այս իրավական փաստը չունեինք։ Այլևս այդ փաստը առկա է։ Տեսնենք, թե ինչ դիրքորոշում կարտահայտի դատարանը։ Անպայման։ Մենք առաջինը ներկայացնելու ենք միջնորդություն, որ տնային կալանքը որպես խափաման միջոց կրկին անգամ վերացվի։ Բաժանորդագրվեք Արմաթ մեդիայի ալիքներին սոցցանցերում, հետևեք մեզ նաև Armat Media AM կայքում։